Երևանի քաղաքապետարանում այսօր արգելվեց լրագրողների ներկայությունը մշակույթի և կրթության հանձնաժողովի նիստին, որի ժամանակ քննարկվում էր բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը Երևանի կենտրոնում տեղադրելու մասին ավագանու սկանդալային որոշումը։ Թեև նիստը բաց էր, դռնփակ քննարկում անցկացնելու որևէ որոշում չկար, սակայն լրագրողներին թույլ չտվեցին անգամ քաղաքապետարանի դռներից ներս մտնել։ Այս արգելքից վրդովված ավագանու ընդդիմադիր Բարև Երևան խմբակցության ներկայացուցիչները վիճաբանության մեջ մտան քաղաքապետարանի լրատվական ծառայությունը ներկայացնող Արթուր Գևորգյանի և Արթուր Սարուխանյանի հետ, որևէ կերպ չկարողանալով հասկանալ լրագրողներին ներս չթողնելու իմաստը։ Ժողովուրդը մեկ նպատակարար չի։ Բարից հետո ես գիտեմ թե ինչ անեմ, դուք ինձ մի ասեք, եք կարող թույլ չտալ, ժողովուրդ չեմ կարող, իզուր տեղը անուտ եք սարքել, հայտարարեք։ Լրատվական ծառայության ներկայացուցիչները մեզ պարզաբանեցին, որ մշակույթի հանձնաժողովի նախագահ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Թամար Պողոսյանն է իրենց հանձնարարել լրագրողներին ներս չթողնել։ Խոսքը մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի մասին է, ում գլխավորած հանձնաժողովը ապրիլի վերջին դրական եզրակացություն էր տվել Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկին։ Տիկին Պողոսյանը մեծ զրույցում չէր թաքցրել, որ ինքը տեղյակ չի եղել Անաստաս Միկոյանի կենսագրության վիճահարույց դրվագների մասին։ Ավագանու մշտական հանձնաժողովի նախագահ Թամար Պողոսյանի ինձ տրված հանձնարարական կամ բացատրությունը, որ հանձնաժողովի այս նիստը լուսաբանման համար նպատակարար չեն գտնում։ Թամար Պողոսյանը իջավ և հայտարարեց, որ լրագրողներին ներս չեն թողնում անվտանգության նկատառումներով։ Ոչ մեկը դեմ չի հրապարակային գործունեությանը, բայց քանի որ այստեղ քաղաքապետարանը խնդիր ունի նաև անվտանգության, ներկա նախնական կարգը հարցը տեխնիկական դաշտում է, սիրելի լրատվամիջոցներ։ Իսկ ինչ անվտանգության խնդրի մասն է խոսքը։ Լրագրողները սպառնում են քաղաքապետարանի անվտանգությանը։ Շնորհակալ եմ ձեզ, ես մի ժամից։ Չէ, իրոք լրագրողները սպառնում են քաղաքապետարանի անվտանգությանը։ Սա իրենց խնդիրն է, սա իմ խնդիրը չի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյակ էլ չէ այս ամենի մասին, վստահեցնում էր լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանը։ Ինչևէ, 1.5 ժամ փակ դռների հետևում քննարկումից հետո հանձնաժողովի ղեկավարը դուրս եկավ և հայտարարեց, որ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու ավագանու ապրիլի 30-ի նիստում կայացված որոշումը փոփոխման ենթակա չէ, այն հանձնված է կառավարությանը, մնացածը կառավարության խնդիրն է։ Պողոսյանը այսօր էլ էր պնդում, որ քաղաքապետարանի ներկայացրած կենսագրականում, որի հիման վրա կայացվել է որոշումը, չկան փաստեր, որ ստալինյան շրջանում նա հազարավոր հայերի գնդակահարության մասնակից է եղել։ Հիմա կառավարության ինչպիսի դիրքորոշում կունենա, կառավարության որոշումը կստանանք այնուհետև գնահատականներ կտանք։ Փաստորեն դուք կառավարությանն եք հանձնում, հա։ Դա իր լիազորությունն է, ես չեմ հանձնում, դա իր լիազորությունն է։ Այսինքն այս որոշման վերջնական փուլը մենք ընդհանրապես ավականին չէր կարող նոր այդ որոշումը։ Ոչ, ավականների լիազորությունների շրջանակներում մենք հանձնաժողովում դա քննարկեցինք։ Նոր իրավական հիմք չունենք։ Մենք քննարկում ենք այն իրավական հիմքը, որ քաղաքապետարանը մեզ տրամադրում է։ Սա է ընթացակարգը, սա է իրավական գործընթացը։ Կլինի Երևանի արխիվները, Դեմոյանի պնդումները, սրանք դեռևս տեսանյութերը դրանք չէ, դա պետական քաղաքականության որոշելու համար պետության լիազոր ֆունկցիաների մեջ է մտնում, համապատասխան գերատեսչության, որին պատկա։ Դա մեր գործառույթը չի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գագիկ Բաղդասարյանն էլ ասաց, ավականին իր գործառույթը կատարել է և այլևս անելիք չունի։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է որոշվել հենց բոլշևիկ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել Երևանում։ Առաջարկությունը եղել է նրա հարազատների կողմից եւ բացի դրանից Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից։ Այնտեղ ակադեմիկոսներ, այնտեղ շատ հայտնի մարդիկ, որոնք ստորագրությամբ ոչ միայն ակադեմիկոսներ էին, նորից եմ ասում, դերասաններ կային, եւ Ջիգարխանյանը կար։ Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով ապրիլի 30-ին ընդդիմացել էր ավականու որոշմանը, հայտարարելով, որ ինքը չի կարող համաձայնել նման կենսագրություն ունեցող գործչի արձանի տեղադրմանը, այսօր էլ է վերահաստատել իր կարծիքը։ Շարունակելու եմ մնալ իմ կարծիքին, ավելին ես պատրաստ եմ ավելի այն հիմնավորելու, դա իմ անձնական մասնագիտական դիրքորոշումն է։ Որևէ մեկ փոփոխություն ես սկզբունքային մարդ եմ, չեմ կարող փոփոխության ենթարկել կամ այլ ինտերպրետացիա տալ պատմությանը, որ ինձ համար հայտնի է այս փաստերի։ Ես խոսում եմ փաստերի լեզու, ոչ թե որպես անհատ։ Մինչ Երևանի ավականին փաստորեն որոշումը կայացրել եւ մի կողմ է քաշվում, հարյուրավոր քաղաքացիներ ու մտավորականներ ստորագրահավաք են անցկացնում, պահանջելով վարչապետից, քաղաքապետից ու մշակույթի նախարարից չեղյալ համարել հազարավոր անմեղ մարդկանց կյանքից զրկելու գործում մասնակցած եւ այդ գործը նախաձեռնած Միկոյանի արձանը տեղադրելու որոշումը։ 20-րդ դարի ամբողջատիրական կայսրության ձևավորմանը նպաստած քաղաքական պատեհապաշտ չարագործների
արձաններից մեկին հանրությանը որպես դրական կերպար ներկայացնելը բռնատիրական արժեքների ամրագրում է, հազարավոր անմեղ զոհերի հիշատակի եւ նրանց սերունդների կրած տառապանքների անարգանք, նշում են նամակագիրները։ Ցանկացած մահացած մարդու հարազատ կարող է դիմել քաղաքապետարան, խնդրելով, որ իրենց հարազատի արձանը տեղադրեն։ Դա դեռ չի նշանակում, որ պետք է տեղադրվի, սա մեկ։ Երկրորդը, Միկոյանի գործողությունները սարսափելի ծանր են եւ վիրավորական մենակ այն մեզ համար, որ նա հայ է։ Գոնե հայ չլիներ։